Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Հետամուտ եղեք երկնքի արքայության, այսօրվան ավետարանական հատվածի ընթերցում են ետք հիմնական պատգամը Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր հավատացյալի այս է հետամուտ եղեք երկնքի արքայության։ Ինչպես ավետարանի չգպատմե, թե գմոդենան Քրիստոսի տարբեր հարցումներով կփորձեն պատասխանները ստանալ, թե ինչպես կարելի է ժառանգությունը բաժնել, թուն ով Քրիստոս եղիր թադավոր այդ ժառանգությունը բաժնելու և նման հարցումներ։ Բնականորեն Քրիստոս գսե ես թադավոր չեմ, բայց արագովը իր հստակ պատասխանը գուտա։ Գսե մարդը արդեր ուներ, և այդ արդերու մեջ ինք ցանկ կգադարեր, և այդ տարին գսե այնքան արադ էր իր փերքը, որ կմտածե ուր լեցնեմ այդ փերքը, նոր ըշտեմարաններ գշինե, և այդ ըշտեմարաններու մեջ կլեցնե, և կսկսի մտածել, այլևս ինչ պետք ունի մնելու, գեր, խմե և ուրախացիր, գեր, արբ և ուրախ լեր։ Սակայն երբ նույն օրը հրեշտակը իրեն գերևի ըսելու համար, որ եթե այսօր իսկ հոգիդ առնվի, ինչ պիտի ընես այդ բոլորը, որու պիտի ցկես, և ինչ պիտի ընես, այդ բոլորը պիտի թողուս և պիտի հեռանաս։ Ինչ ըսել գուզե Քրիստոս, և ադոր համար գսե ժամանակավոր նյութական բաներու ետևեն մի վազեք միայն, այլ նաև հետամուտ եղեք երկնքի արքայության։ Ամենեն կարևոր այստեղ այս արագին ընդմեջեն Քրիստոս կուքա զգուշացնելու մեզ ակահութեն է, և ակահությունն է պատճառը երբեմն թշպախտություններու, երբեմն նեղություններու, երբեմն եղբայր եղբոր թեմ, ծնող զավակի թեմ, զավակ ծնողքի թեմ, հարազատ թեմ գհանե, հանուն նյութին, նյութականին, հանուն ժառանգության, հանուն այսինքն ակահության։ Հոս է Քրիստոսի պատգամը հստակ, զգուշ եղեք ակահութեն է։ Ինչպես արդին մեջ աշխատող դերը իր կորձավորներ ուներ, իր կյանք ուներ, ուրախ էր, հետամուտ էր նյութականին, մնայուն արժեքներու ետևեն չէր։ Աստված թեմ չէ, որ մենք աշխատինք և ջագդի քրդինքով մեր առօրյա գարիքներուն քոհացում տանք, հանգիստ կյանք ապրինք և սակայն նաև մտածենք ուրիշներու մասին, մտածենք նաև մեր անհատներեն դուրս, մեր հավաքականի մասին, մեր շրջապատի մասին, մեր նմանի մասին, մեր համայնքի մասին, մեր դպրոցի մասին, մեր եկեղեցվո մասին, մեր հայրենիքի մասին,
որովհետև մենք մեկ եւ մեծ ընտանիք ենք, ամբողջություն։ Այս է ահավասիկ պատկամը եւ անոր համար մեզի համար կարևորը փնդրդուկն է, բայց ոչ սովորական փնդրդուկ հոգևոր մատակարարին, պետք է փնտրենք հոգևոր մատակարարը մեզ, ով է այդ ճշմարիտ մնայուն հոգևոր մատակարարը, որ գսե, ով որ ինձի կա երբեք պիտի չանոթենա եւ ով որ ինձի հավատա երբեք պիտի չծարավնա։ Բնական է ամեն մարդ իր առօրյայի մեջ իր սնունդը ապահովելու, իր քոյությունը, իր կյանքը ապահովելու մասին կմտածի, նաև իր ընտանիքին, նաև իր շրջապատին։ Ինչպես երբ 5000-ի գերագրումը կատարեց, հրաշքը կատարեց Քրիստոս, 5000 հոգի եւ ավելի, որոնք եկած էին զինք լսելու, իր պատկամները լսելու, բայց տեղը երբ ուշ եղավ օրը, գսե առաքյալներուն փամ մտվեք, թողուդեն անոթի չմնան, որովհետև պետք ունին նաև սնունդի եւ ador համար աշակերտներուն կգանչե ինչ ունիք գսե եւ բնականորեն ինչ որ գբերեն գբազմացնե եւ 5000 հոգիներ գերագրե նույն այդ մարտիկը իր յետևեն գերտան լջին մյուս կողմը գերտան ուր ես գսեն քեզ գփնդրենք վարտաբեդ եւ հոն է որ Քրիստոս գսե իմ յետևես չեք կար զիս չեք փնդրեր որովհետեւ աստվածային ճշմարիտ խոսքը գլսեք այլ որովհետեւ դուք կերակ եւ գշտացակ անոնք գսեն մեր հայրերը անաբադի մեջ երկնքեն մանանա ստացան եւ գերան Քրիստոս կպատասխանե այդ մանանան ես գրգեցի ես եմ կյանքի հացը ինձի եկեք եւ երբեք չեք անոթենար ինձի հավատացեք երբեք չեք ծարավնար մեկ խոսքով Քրիստոս կուքասելու որքան գերագուրը որքան սնունդը կարևոր է մարմնի առողջության եւ քոյության համար նույնքան եւ ավելի կարևոր է հոգեվոր սնունդը մարդուն ներքին հոգիի սովը դշտացնելու անոր համար գսե հոգևոր մատակարարին փնտրեցեք որ միայն ճաշ չի դար ուդելիք չի դար այլ իրական ճշմարիտ մնայուն ուդելիքը գուդա հավիդենական երկնային արքայության գարաչնորդ է եւ այս է հիմնական պատկամ այսօրվա ավետարանական հատվածին հերու մնանք զգուշ ըլլանք ակահութենե որբեսի երբեք դժվարության չմատնվինք իրարու հետ չներվինք քույր եղբորթեմ չելլե զավակ ծնողքիթեմ չելլե մենք հետամուտ ըլլանք մնայունին որ մեզ գարաչնորդ է հավիդենական երկնային ուրախության այսօր մենք բոլորս գվազենք մեր կյանքի մեջ մեր կյանքը վազք է վազք բայկար է այդ վազգին եւ բայկարի մեջ կփորձենք մենք մեզ մեր քոյությունը ապահովել մենք մեզ զորացնել որ ինքնին կարևոր է բայց նույնքան կարևորություն չենք տար մեր հոգիի սնունդին հոգիները սնուցանելու ճշմարիտ աստվածային խոսքով մեր հոգիները ամրացնելու աստվածային ներկայությամբ որպես հոգևոր մատակարար որպես կյանքի ճշմարիտ հաց զինք ունենալու իր մով դշտանալու իր մով զորանալու որպեսի այն ադեն մենք իրապես հետամուտ եղած ըլլանք մնայունին հավիդենականին
մեր հոգևոր մատակարարին, մեր մեծ ուսուցչին, Աստուծո Հիսուս Քրիստոսին։ Հետևաբար եկեք մեր հայացքը դարձնենք Աստուծո եւ իր ներկայությունը զգանք եւ զինք ընդունենք, միայն զինք փնտրենք որպես հոգևոր մատակարար, իր մով միայն գզորանանք, իր մով միայն գշտանանք, իր մով միայն մեր ծարավը գահակեցնենք, մեր հոգի սովը գերացնենք եւ իր մով երկնային խաղաղության եւ ուրախության արժանի կդառնանք։ Այս է պատկամ այսօրվան ավետարանական հատվածին զգուշ ըլլանք ակահութենե եւ հետամուտ ըլլանք երկնային խաղաղության հավիտյանս։